Այսօրվա տեսանյութում շարունակելու եմ պատմել այն մասին, թե ինչպես է իրեն դրսևորում Լուսինը անձնական քարտեզի 7-ից 12-րդ տներում։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը 7-րդ տանը։ 7-րդ տունը նույնպես համարվում է անկյունային երևացող տուն։ Այն կրում է կշեռքի էներգիան։ Լուսինը ընկնելով այստեղ փորձում է ադապտացվել, հավասարակշռություն ձեռք բերել զուգընկերների եւ ընկերների էմոցիաների ներքո։ 7-րդ տունը խորհրդանշում է զուգընկերների, հարաբերությունների, ամուսնության, մրցակիցների, հասարակական կապերի, թշնամիների տուն։ Երբ Լուսինն ընկնում է այստեղ, սա նշանակում է, որ մարդու էմոցիաներն ու ներաշխարհը խորապես կապված է հարաբերությունների եւ գործընկերության հետ։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերկ, նրանք միավորվում են եւ ստեղծում համապատասխան էներգիա։ Այստեղ ջուրը փորձում է ադապտացվել օդի էներգիային եւ ձգտում է հավասարակշռության եւ խաղաղության։ Ուժեղ եւ թույլ կողմերը այդ դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Ուժեղը համարվում այն ժամանակ, երբ մոլորակները լավ ասպեկտներ եւ դիրք ունեն ու գտնվում են իրենց համար լավ նշանի մեջ։ Նրանք շատ զգայուն են զույգերի կամ ընկերների նկատմամբ, զգում են ուրիշների տրամադրությունը, ունեն նուրբ բնավորություն, տակտ եւ դիվանագիտական մոտեցում։ Օգնում են միավորել մարդկանց եւ հարթեցնել վեճերը։ Չեն սիրուն կոնֆլիկտներ, միշտ փորձում են հասկանալ երկու կողմին էլ եւ բերել հավասարակշռության։ Ունեն բնական հմայք եւ մեղմ էներգիա, սիրահարվելիս ամբողջապես նվիրվում են զուգընկերոջը։ Թույլ կողմերը։ Թույլ է համարվում այն ժամանակ, երբ մոլորակները եւ ասպեկտները վնասված են լինում տարբեր մոլորակների կողմից։ Ունեն զգացմունքային կախվածություն զուգընկերներից։ Շատ հաճախ իրենց տրամադրությունը կապում են ուրիշի վարքի կամ վերաբերմունքի հետ։ Կարող են ընկերների եւ զուգընկերների հետ շփվելիս չունենալ սահմաններ։ Կարող են այնպես դուլվել զուգընկերոջը, որ մոռանան իրենք իրենց։ Շատ են վախենում մենությունից, երբեմն այնքան են փորձում գոհացնել ուրիշներին, որ կորցնում են սեփական կարծիքը եւ եսը, չեն կարողանում տանել քննադատություն։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը 8-րդ տանը։ 8-րդ տունը կարիճների տունն է եւ Լուսինը այստեղ ընկնելով անդադար ապրում է խորը էմոցիաներ, փոփոխվելով, անընդհատ տրանսֆորմացնելով եւ ճգնաժամեր ապրելով, անընդհատ տաքանալով եւ սառելով, ուրախանալով եւ տխրելով։ Այստեղ նրան շատ անհանգիստ է, բարդ, վախենալու եւ տագնապալից։ Համարվում է ճգնաժամերի, փոխվելու եւ վերածնվելու մոգական կարողությունների տուն։ Լուսինն այս դիրքում տալիս է խորը, ինտուիտիվ, մագնիսական եւ էներգետիկ ուժեղ բնույթ։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերկ, նրանք միավորվում են եւ ստեղծում են համապատասխան էներգիա։ Այստեղ ջրային 2 տարերկները ստեղծում են ուժեղ էմոցիոնալ էներգիա, էմպաթիա, որը կարող է օգնել կամ վնասել անհատին։ Ուժեղ եւ թույլ կողմերը այդ դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Նրանք ունեն ուժեղ ինտուիցիա, զգում են իրենց շուրջ ամեն ինչ, ունեն հզոր մագնիսական էներգիա, բնական գրավչություն։ Մարդիկ ձգտում են դեպի այս անհատները, վստահում են եւ բացվում են նրանց առաջ։ Լինելով ուժեղ էմպաթներ, կարողանում են հասկանալ մարդկանց, նրանց մտքերը, ցանկություններն ու պահվածքը։ Թույլ կողմերը, լինելով գերզգայուն եւ զգալով վատ էներգիա, երբեմն կարող են ծանրանալ եւ հոգնել։ Նրանք հարաբերություններում ունեն անվստահություն եւ խորը վախեր, կորցնելու, դավաճանելու, վերահսկողությունից դուրս գալու։ Կարող են ունենալ շատ մեծ ներքին լարվածություն, որը փորձում են պահել իրենց ներսում։ Հնարավոր է լինել օրեր, որ ներքին ծանրությունից ընկնեն ապաթիայի, մելանխոլիայի եւ վախերի մեջ։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը 9-րդ տանը։ 9-րդ տունը աղեղնավորինն է, եւ Լուսինը այստեղ ձեռք է բերում լայնամասշտաբ մտածելակերպ, փիլիսոփայություն եւ լայն աշխարհայացք։ Նա փորձում է ավելի պասիվ, նուրբ, քնքուշ հանգիստ վիճակից տեղափոխվել կրակի արագ, ուժեղ, ակտիվ, էմոցիոնալ հետաքրքրություններին եւ փոփոխություններին։ Համարվում է իմաստության, բարձր գիտակցության, ճամփորդությունների, հավատի տուն։ Լուսնի այս դիրքը դարձնում է նրա հոգևոր դաշտը զգայուն, կարծես ամեն ինչ գիտի, ունի մեծ էմպաթիա եւ հոգևոր ինտուիցիա։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերկ, նրանք միավորվում են եւ ստեղծում համապատասխան էներգիա։ Այստեղ կրակն ու ջուրը ստեղծում են անսովոր գունեղ էմոցիաներ եւ սեր ավելի բարձր գիտելիքների, հոգևորի, փիլիսոփայության, կյանքի իմաստի ու հավատի նկատմամբ։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Նրանք ունեն ինտուիտիվ իմաստություն եւ հավատ։ Սա ամենագլխավոր ուժերից մեկն է։ Նրանք ճշմարտությունը կարծես արդեն գիտեն։ Լուսնի այս դիրքը տալիս է ուժեղ պաշտպանություն։
Կարծես ճիշտ մարդիկ եւ ճիշտ հնարավորությունները գալիս են ճիշտ պահին։ Ունենալով շատ հետաքրքրություններ կարող են ունենալ մեծ եւ արագ աճ։ Սիրում են սովորել եւ նորից սովորել։ Սիրում են ճանապարհորդել, գտնել նոր մարդկանց եւ նոր հորիզոններ։ Անընդհատ լայնացնելով աշխարհայացքը եւ զարգանալով փոխում են իրենց շուրջը եւ շրջապատի մարդկանց, ունեն մեծ օպտիմիզմ եւ սեր մարդկանց նկատմամբ։ Թույլ կողմերը։ Նրանց մոտ հավատը, կարծիքը, ճշմարտությունը հաճախ կարող են փոփոխվել ըստ տրամադրության։ Կարող են ամեն ինչ գերիդեալականացնել եւ հիասթափվել դրանից։ Եթե նրանց կյանքում անընդհատ փոփոխություններ չեն լինում, ձանձրանում են եւ ունենում են էներգիայի անկում։ Ուժեղ ֆանտազիաները երբեմն կարող են դուրս հանել իրականությունից եւ տանել երազանքի աշխարհ։ Երբեմն բարդ իրավիճակներից փախչում եւ խնդիրները լուծելու փոխարեն փորձում են վեր բարձրանալ դրանցից։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը 10-րդ տանը։ 10-րդ տունը նույնպես համարվում է անկյունային երևացող տուն։ Այն գտնվում է այծեղ ջուրի տիրապետության տակ եւ այստեղ կառավարում է սառը հաշվարկը։ Սա ամենաանհաջող դիրքերից մեկն է Լուսնի համար, քանի որ Լուսինը ոչ միայն պետք է թաքցնի իր էմոցիաները, այլև պետք է ամեն քայլից առաջ կատարի սառը հաշվարկ եւ չունենա էմոցիա եւ զգացմունք։ 10-րդ տունը համարվում է կարիերայի կոչման, հեղինակության, հասարակական կայացման եւ կյանքի բարձր նպատակի տուն։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերք նրանք միավորվում են եւ ստեղծում համապատասխան էներգիա։ Այստեղ ջուրն ու հողը կարող են լրացնել իրար եւ արարել, ստեղծելով պտղաբեր եւ արարող էներգիա։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Մարդիկ վստահում են նրան, զգում են նրա ջերմությունն ու մեղմ ուժը։ Կարող են զգալ ժամանակն ու ուղղությունը, գիտեն երբ փոփոխել աշխատանքը, ում հետ համագործակցել եւ որ ոլորտում երևալ։ Շատ հոգատար առաջնորդ են, կարող են հոգ տանել, աջակցել եւ մոտիվացնել մարդկանց։ Շատ հաճախ կարող են հաջողություն ունենալ կնոջ, մոր կամ մայրական գծի միջոցով։ Թույլ կողմերը։ Զգայ ունեն ուրիշների կարծիքի հանդեպ, եթե նրան չեն գնահատում, խորապես վիրավորվում է։ Կարող է տրամադրությունից եւ վախից դրդված գործել։ Սիրում է ամեն ինչ անել իդեալական, ինչի պատճառով կարող է ունենալ լարվածություն ներքին աշխարհում։ Լուսնի այս դիրքը բերում է մշտապես մտահոգություն, ինչ կմտածեն իմ մասին, ճիշտ եմ անում թե ոչ, եւ շատ հարցեր կայացվում են զգացմունքներից ելնելով, որը այս դիրքում այդքան էլ ճիշտ չէ։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը 11-րդ տանը։ 11-րդ տունը ջրհոսի տունն է եւ այստեղ Լուսինը հյուր է գալիս Սառը Սատուրնին եւ պայթյունավտանգ Ուրանին։ Այստեղ նրա էմոցիաները ամբողջապես սառն են, իսկ զգացմունքները գոյություն չունեն։ Նա չի կարողանա արտահայտել իր քնքշությունը, նրբությունը եւ կանացիությունը։ Նա պետք է ադապտացվի սառը եւ չոր միջավայրին։ Այս տունը ցույց է տալիս մեր ընկերներին համայնքներ, խմբեր, թիմային էներգիա, մեծ երազանքներ եւ նպատակներ։ Լուսինն այստեղ բերում է զգացմունքային կապեր, ընկերներ, խմբեր, նպատակներ։ Այս անհատները էմոցիոնալ եւ ոգեշնչող էներգիան վերցնում են ընկերներից եւ շրջապատից։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերք միավորվում են եւ ստեղծում համապատասխան էներգիա։ Այստեղ օդը փորձելու է հերքել ջրի ամեն տեսակ զգացմունքները, ինտուիցիան եւ էմոցիաները, ցույց տալով նրան, որ ամեն ինչ այս կյանքում ունի իր պատճառահետևանքային կապը եւ վերլուծական ուժը։ Եթե չհետևես ու չվերլուծես, ամեն ինչ չես կարող հասնել քո նպատակներին, ասում է օդը։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Այս անհատները կարող են մարդկանց ճշգրիտ ինտուիցիայով զգալ։ Շատ լավ զգում են, թե ով ինչ էներգիա ունի, ընկերներից ունեն աջակցություն, խմբերում նրանց ընդունում եւ սիրում են, լավ ընկերներ են, լավ խորհրդատուներ, ընկերները նրանց համար կարող են բերել լավ հնարավորություններ այս կյանքում։ Թույլ կողմերը։ Շատ լավ հասկանալով ու տեսնելով մարդկանց, շատ հաճախ նրանք քայլերից կարող են առաջանալ մեծ հիասթափություններ։ Ունեն կախվածություն ուրիշների կարծիքից եւ շրջապատի գնահատականից։ Շատ մեծ զգացմունքային կախվածություն ունեն նաեւ ընկերական կապերից։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը 12-րդ տանը։ 12-րդ տունը պատկանում է ձկներին եւ այստեղ Լուսինը ունի մեծ երազանքներ, մեծ ներուժ, հետաքրքիր ներքին աշխարհ, մեծ իլյուզիաներ, վախեր եւ հետաքրքիր հոգի։
Նա իրեն այստեղ շատ լավ է զգում, բայց նա թաքնված է գրեթե բոլորից։ Նա միշտ գտնվում է իր ենթագիտակցության մեջ, հարցեր է տալիս իրեն եւ փորձում է փնտրել պատասխաններ։ Այս տունը մեր ներքին աշխարհն է՝ գաղտնիքները, վախերը, թշնամիները, տագնապները, կախարդանքը, ենթագիտակցությունը եւ հիշողությունը։ Լուսինն այստեղ իրեն լավ է զգում, քանի որ Նեպտունը նրան անընդհատ ուղղորդում է դեպի ներքին խնդիրներ, երազանքներ, ինքնաճանաչում եւ ենթագիտակցություն։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերք նրանք միավորվում են եւ ստեղծում համապատասխան էներգիա։ Այստեղ երկու ջրերի միությունը ստեղծում է ուժեղ զգացմունք, ինտուիցիա, միստիկա, էզոտերիկայի նկատմամբ հետաքրքրություններ։ Միայնության ձգտման եւ ներքին աշխարհը հետազոտելու մեծ հետաքրքրություն եւ ցանկություն։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Նրանք ունեն գերհզոր զգայուն եւ ինտուիտիվ ուժ, մեծ հիշողություն անցյալից, որը կարող է օգտագործվելով զարգանալ եւ բացել տաղանդներն ու հնարավորությունները։ Ունեն մեծ կապ հոգեվոր աշխարհի հետ եւ արվեստի մեծ պոտենցիալ։ Ունենալով նուրբ հոգի զգում են ամեն ինչ իրենց շուրջը։ Ունեն միստիկական գրավիչ էներգիա, ինչ որ անհասկանալի մթություն եւ գաղտնիք իրենց մեջ։ Թույլ կողմերը կարող են ունենալ շատ տագնապներ եւ վախեր, որոնք չեն բարձրաձայնվում իրենց կողմից եւ մնալ իրենց ներսում ու փակ բոլորից։ Հնարավոր է այդ վախերը, խնդիրներն ու հարցերը պահեն ու կուտակեն իրենց մեջ, լինելով գերզգայուն, կարող են ամեն էներգիա սպոնգի պես քաշել ուրիշներից եւ դրանից էլ վատ զգալ։ Ունեն անընդհատ իրականությունից փախնելու եւ հարցերին լուծում չտալու սովորություն։ Կարող են չվստահել դիմացինին, ունենալ մելանխոլիա եւ ապաթիա։ Հետաքրքիր էր։ Հետևեք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։